Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայի շուրջ եւ միանգամից անցնենք այսօրվա մեր հյուրին, մեր այսօրվա հյուրն է մեր սիրելի ընկեր բժիշկ նյարդաբան Բժիշկ Ավետիս Ավետիսյանը։ Ողջունում եմ ձեզ, բժիշկ Ավետիսյան, շնորհակալություն երկրորդ անգամ ես չմերժելու համար։ Առողջ առավոտ բժիշկ Ամիրյան, իրականում ինչի մասին է խոսքը, ինչ մերժել։ Եվ անմիջապես անցնենք թեմային, այսօր խոսելու ենք Երևանում ցավի օրերի արշավի եւ ցավի բժշկության հայկական միջազգային առաջին համագումարի մասին։ Մեր նախորդ զրույցի շրջանակներում մենք պայմանավորվեցինք, որ չենք հասցնի եւ դա առանձին մեծ քննարկում է պահանջում եւ ես եմ շնորհակալ, որ ընդառաջեցիք եւ թույլ տվեցիք, որ մենք բարձրաձայնենք գալիք միջոցառումը, որը կայանալու է նոյեմբերի 27-ից 30-ը այս տարի եւ կայանալու է հայկական առողջապահական միջազգային էքսպոյի ցուցահանդեսի շրջանակներում։ Դե որպեսզի պատկերացնենք մասշտաբները եւ ծավալները, առանց համեստություն անելու 8000 քառակուսի մետր տարածքում համախմբվելու են 250 պլյուս ընկերություններ, ավելի քան 20000 այցելուով, երբևէ այդքան մեծ եւ այդքան տևողությամբ էքսպո Հայաստանում առողջապահական չի եղել։ Եվ դրա մի կտորը ընդամենը զբաղեցնում է ցավի բժշկության ազգային ասոցիացիան, մոտ 1000 քառակուսի մետր դահլիճում մենք անում ենք առաջին մեր պաշտոնական համագումարը, որին երկար ենք եկել։ Ինչպես հիշում եք, նախորդ քննարկման շրջանակներում մենք ներկայացրեցինք ասոցիացիայի տեսլականը եւ տարբեր առարկաներ, իսկ համագումարը նման է շատ ծննդյան վերջի այդ թխվածքին, տորթին է նման, շատ մոմերով խանդավառված, որ բոլորը սպասում են։ Տարեկան մեկ անգամ մենք հնարավորություն ենք ունենալու այլևս բացի օրական այդ չարքաշ աշխատանքից մենք ունենալու ենք առիթ, փառատոն։ Սա թերևս հայկական համայնքի առողջապահական համախմբան հրաշալի պլատֆորմներից, հարթակներից մեկը կդառնա ոչ միայն ցավի բժշկության իմաստով, այլև ընդհանրապես, որովհետև կարծում եմ դեռ առիթ կունենանք խոսել, թե ինչքան բազմավոլորտ եւ բազմաթիվ ուղղություններ ունի էքսպոն, բայց այսօր կանգ առնենք այն միջոցառման վրա, որը կազմակերպում է կոնկրետ մեր ասոցիացիան։ Ինչու Երևանում ցավի օրեր, մենք ողջևորվեցինք, եթե հիշում եք նախորդ քննարկման ժամանակ ես հնչեցրի Հռոմում ցավի օրեր։ Այո։ Եվ պրոֆեսոր Ջուստինո Վարասի, ով դրա հիմնադիրն է, թույլտվությամբ, ես հարցրեց, իսկ հնարավոր է արդյոք դա փոխառել ձեզնից եւ կիրառել Երևանում ցավի օրեր, ընդհանրապես գուցե վարակիչ դառնա ամբողջ աշխարհի համար։ Նա ասաց, որ դա իհարկե պատենտավորած է, եւ բայց Երևանում ցավի օրերի համար ինքը դեմ չի եւ նույնիսկ օֆիցիալ խորհրդակցեց իրենց կառավարման խորհրդի անդամների հետ եւ գրավոր թույլտվություն ստացանք, ինչը որ շատ լուրջ հաղթաթուղթ է մեր ձեռքին։ Արշավը թույլ է տալու խոսել առհասարակ ցավի բժշկության մասին։ Խոսել ոչ մեկ շերտի համար, ոչ միայն նեղ մասնագետների համար, ովքեր տեսնում են ցավով պացիենտների, թեպետև կարծում եմ բոլորն են տեսնում ցավով պացիենտների ամենուր։ Բայց նաեւ հենց պացիենտի, նրա ընտանիքի անդամի եւ ընդհանրապես հայ հասարակության համար։ Շեշտեմ նաև, որ սեպտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում ցավի բժշկության միջազգային ասոցիացիայի կողմից հանրահռչակվել է որպես ցավի ամիս, բայց մեր ասոցիացիան ինտուիտիվ դեռևս նախորդ տարվա վերջին հայտարարեց, որ ամբողջ 25 թվականը մենք ազդարարում ենք որպես ուրեմն ցավի տարի, գլոբալ տարի, եւ սա է պատճառը, որ նաև մենք 3 օրյա լուրջ համագումար ենք անելու։ Համագումարի մասին թվեր կհնչեցնեմ, արդեն թե ինչ ենք կազմակերպում, ինչ ենք պլանավորում, արդեն ժամանակն է, որ բոլորն իմանան դրա մասին։ Շնորհակալություն բժիշկ Ավետիսյան։ Այ կուզեի մանրամասնեք, ավելի մանրամասն ներկայացնեիք Երևանի ցավի օրերի վերաբերյալ, այլ ես որպես մասնագետ ինչու, որպես վիրաբույժ ինչու պիտի ներկա գտնվեմ Երևանի ցավի օրերին։ Ձեր թույլտվությամբ ուղղեմ ձեզ Երևանում ցավի օրեր, հայերեն այդպես է ուրեմն թարգմանվում, 4 օր անընդմեջ եւ դրան նախորդող եւ հաջորդող միջոցառմանը օրերին մենք հանրահռչակելու ենք ցավի հիմնախնդիրը, որ այն հասնի բոլոր ընտանիքներին, որովհետեւ չկա ընտանիք, որ ցավ չունենա։ Այստեղ հոգեհուզական ոլորտի ցավի մասին խոսքը չի գնում եւ փոխաբերական եւ պոետիկ ցավի մասին չի գնում, խոսքը բառում իմաստով քրոնիկ ցավային համախտանիշների մասին է։ Ինչը ձեզ պետք է բերի այդ օրերին Մերիդիան Էքսպո կենտրոն եւ կոնկրետ մեր դահլիճ գիտելիքի ծարավը։
չգիտակցված գիտելիքի պակասը, փորձառության պակասը։ Տեսեք, ես բացեմ խաղաքարտերը։ Մի քանի ցուցանիշներ ձեզ ներկայացնեմ, որոնք կոչվում են KPI-ներ, հա։ Նախ ովքեր են գալու, ինչի մասին է։ 35+ երկրից արդեն հաստատում ունենք, մոտավորապես 62 խոսնակի, բանախոսի։ Խոսքը չի վերաբերում ուղղակի միջին վիճակագրական դասախոսություն կարդացող մարդկանց։ Խոսքը վերաբերում է Ցավի միջազգային ասոցիացիայի նորընտիր նախագահին։ Հրավիրել ենք, չի մերժել։ Ցավի Եվրոպական դաշնության ընտրված նախագահը հրավիրել ենք, չի մերժել։ Տասնյակ երկրներից, տվյալ երկրների, մեզնից շատ ավելի առաջադեմ ու կայացած ու զարգացած Ցավի ասոցիացիաների կամ մի ամբողջ կոնսորցիումների ու կոնսիլիումների ղեկավարներ, ՀԿ-ների, մեծ միավորումների, առաջատար գիտնականներ, որոնց հոդվածները հրապարակվում են եւ մենք դրանք կարդում ենք։ Մենք 2025 թվականին Lancet ամսագրում տպագրվող բժիշկների եւ գիտնականների մասին է խոսքը։ Սա որպեսզի պատկերացնեք ինչ լայն աշխարհագրություն է եւ նախորդ տարիների աշխատանքը ինչ արդյունքի է բերում։ 4 օր անունդ մեջ ամսի 27-ին մենք ունենալու ենք այսպես կոչված աշխատաժողովների workshop-երի օր, դա կոչվում է pre-congress workshop day, այսինքն նախա համագումարային հանդիպումներ։ Ինչ է դա իրենից ներկայացնելու։ Մի ամբողջ օր 9-ից 10 տարբեր ճյուղեր Ցավի բժշկության ունենալու են գործնական պարապմունքներ, վարպետաց դասընթացներ, որոնց մի մասը կլինի ՇՄԶ կրեդիտավորված, մի մասին դուք որպես փորձագետ եւ մասնագետ կգաք փորձագետից կսովորեք ինչ-որ մի բան, կստանաք համապատասխան հավաստագիր, կստանաք գիտելիք եւ փորձառություն։ Ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում, իր ամբողջ ստատուսով սա միջազգային կոնգրես է, միջազգային համագումար է։ 28-29-30-ին կլինի բուն գիտական ծրագիրը, որը կբաժանվի նորմալ սեսիաների։ Մենք փորձել ենք շատ չտարածվենք մի քանի location, այսինքն մի քանի սենյակներ չունենանք, որ աուդիտորիան չկորցնենք, ամբողջությամբ համագումարը լինելու է անգլերեն։ Մենք շատ երկար բանակցում ենք լինի ռուսերեն եւ թույլ տանք ռուսերեն խոսեն որոշները եւ հայերեն թարգմանություն լինի թե ոչ։ Ինչ խնդրի ենք բախվում։ Անգլալեզու, անգլերեն խոսացող հայ բժիշկների սակավ քանակի, չնայած որ մեծ են, բայց դժվարություններին, բայց միևնույն ժամանակ, եթե չեմ սխալվում, եթե միջազգային կոնգրեսների են գնում, այնտեղ ոչ ոք ոչինչ չի թարգմանում։ Կտրուկ կտրականապես։ Հետեւաբար, եթե մենք ուզում ենք միջազգայնացվենք եւ մեր ուղեղն էլ այդպես գործի, չենք օգտվելու արդյոք։ Երևի այնուամենայնիվ մենք թարգմանություններ չունենանք։ Կբախվենք խնդրի, որ որոշները չեն ուզի մասնակցել, այո, բայց այնքան ժամանակ պիտի բախվենք, մինչև սովորեն։ Ամենից կարևոր ֆենոմենալ, ես եթերում չեմ հնչեցնի արժեքները, կարող են հետաքրքրվել, բայց դա հայ բժիշկների համար կներեք, բայց ծիծաղելի գումար ենք վերցնելու, առայն որ հոգանք մեր այդ մեծամասշտաբ միջոցառման ծախսերը։ Միջազգային մասնակիցների համար իհարկե մի քիչ ավելի թանկ կարժեն այդ ամենը, սակայն ինչ ուզում է լինի, անգամ ԱՊՀ տարածքում, ել չեմ ասում եվրոպական կոնգրեսների համար, էլի զգալի էժան գին ենք դրել, որպեսզի պարզապես կարողանանք հոգալ այդ հսկա ծախսերը, որոնք քիչ չեն։ Ինչ է մեզ սպասվում այդտեղ։ 4 օր Ցավի բժշկության ֆենոմենալ մեծամասշտաբ, այսպես փառատոն գիտելիքի սկիզբ ու ավարտ, բացման, փակման հրաշալի արարողություններ, հետաքրքիր մշակութային էլեմենտներով համեմված, մոտավորապես մենք 10 գրքի շնորհանդես ենք անելու, բոլորը հայալեզու, բոլորը Ցավի բժշկության մասին։ Մեր ասոցիացիան նախորդ հաղորդմանը չհասցրեցինք խոսել, 2 գիրք է հայերեն տպագրել, մեկը 100 հարց ցավային էրոպացիաների մասին, մեկը 100 հարց գլխացավերի մասին։ Ընդ որում պետք է պատվով նշեմ, որ մյուս գրքի համահեղինակներից մեկը հենց պրոֆեսոր Ես Օլսոնն է։ Թե այս տարի ում հետ ենք տպագրելու, ինչ ենք անելու, հիմա անակնկալ կպահեմ, բայց երբևէ Հայաստանի պատմության մեջ չի եղել համագումար, որի շրջանակներում հայալեզու 10 գրքի շնորհանդես լինի։ 10-ը ես համեստ թիվ եմ հնչեցնում, եթե հասցնենք ավելի շատ։ Եվ այսպիսի անակնկալներ ու մոտեցումները, որոնք ակադեմիական են եւ ժամանցային չեն, գիտական հենք ունեն, իրենք աննախադեպ են լինելու։ Կարծում եմ սա լուրջ դեշոկաժ պետք է լինի մեր բժշկական հանրության համար, որ իրենք արթնանան եւ կարեւորեն, եթե այս որակի մարդիկ իրենց աշխատանքային ծանր գրաֆիկի մեջ ժամանակ են գտնում ժամանել Հայաստան եւ ուսուցանել հայ բժիշկներին, կարծում եմ, որ մենք պետք է մի քիչ, չեմ ուզում խորանալ, բայց երևի ամեն դեպքում պիտի թասիվ ունենանք եւ գնանք ու մասնակցենք, որովհետեւ նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը ընդհանրապես արժի մի քանի $1000։
Շնորհակալություն Բժիշկ Գալստյան, իհարկե ողջունելի է, ես ինքս հպարտանում եմ, անգամ նույնիսկ չլինելով կազմակերպից կապ չունենալով այդ համագումարի հետ, բայց ձեր խոսքերից հետո ես իհարկե ողջևորվում եմ, շատ ողջևորիչ եւ տպավորիչ է այդ միջազգային ներդրումը իհարկե, եւ խոսեցիք գործնական պարապմունքների վերաբերյալ, կարող եք մանրապասնել, ինչպիսի գործնական պարապմունքներ են։ Ըստ ոլորտների մենք ունենալու ենք տարբեր workshop-եր, դրանք կարող եմ հերթականությամբ թվարկել։ Սկսած պացիենտի, ցավով պացիենտի խորհրդատվության կազմակերպման առանձնահատկություններից, վերջացրած դիագնոստիկայից, էլեկտրոնեյրոմիոգրաֆիայով եւ եթե ստացվի նաեւ մինիմալ ինվազիվ միջամտություններով, նեյրոպաթիկ ցավի առանձին գնահատումով, ցավով պացիենտի հարազատի հետ բանակցելու հմտություններով եւ այսպես անթիվ անհամար կարող եմ շարունակել տարբեր հատվածների ուլտրաձայնային հետազոտությամբ վերահսկվող մինիմալ ինվազիվ միջամտություններով եւ դրանց թիվը փոքր չէ 9 workshop ենք ունենալու մոտավորապես եթե կարողանանք կգերազանցենք ունենալու ենք նաեւ ցավի բժշկության ուրեմն գրականության այդպես տաղավար, որտեղից որ մարդիկ կարող են նաև պատվիրել, ձեռք բերել, վերցնել այդպիսի գրքեր, որոնք որ բոլորի համար են, ամենից կարևորը որպես այդպիսին դրանք հիմնականում հայալեզու են։ Բժիշկ Ավետիսյան, գրանցումը բաց է, այսինքն մեր բժիշկները կարող են այսօրվանից սկսած մտնել, գրանցվել եւ խնդրեի մանրամասնեք ինչպես կարող են տեսնել, հա, երևի թե հայտարարություններ կան, ինչ որ մի հատվածներում կայքեր կան, հա։ Ես հերթով թվարկեմ, ուրեմն Healthcare Expo.am դա մեր ուրեմն պաշտոնական Expo-ի էջն է։ Բնականաբար դուք պատկերացնում եք կարճ ժամկետում նոր կայք է գրվել եւ անընդհատ թարմացումներ են եւ բարբերաբար կայքը կարող է մի քանի ժամով ուղղակի անջատվել, բայց հիմնականում հասանելի են եւ այնտեղ ամբողջ Expo-ի մասին, այդ թվում կոնգրեսի մասին մանրամասն ինֆորմացիա կա, եթե ինչ էլ չկա, ընթացքում լրացվում է։ Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքեջում, որը դարձյալ ռեբրենդինգի եւ վերակառուցման փուլում է, NAPM National Association of Pain Medicine.am այնտեղ կա մանրամասն տեղեկատվություն, բայց Facebook-յան էջերը անխափան աշխատում են եւ Armenian International Healthcare Expo 2025-ը Expo-ի մասին է տեղեկատվություն տալիս, իսկ ցավի բժշկության ազգային ասոցիացիա Facebook-յան էջը նաև ինֆորմացիա է տալիս գալիք կոնգրեսի մասին, որտեղ բոլոր լինքերը կան գրանցված։ Ես ուզում եմ մի քանի բան հավելյալ նշել, ինչ վերաբերում է գիտական ակտիվություններին։ Մենք ունենք абստրակտների ընդունման հիմա արդեն հայտարարում ենք, մոտորերս կհայտարարենք абստրակտների տեղադրման հնարավորություն անգլալեզու հստակ չափորոշիչներով, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում։ Մենք ավելի փոքր համայնք ենք, կարծում եմ ներքին ուղղորդումներով կարող ենք մի քիչ արագացնել գործընթացը։ Մենք հետաքրքիր մի ուղղություն ունենք, որը կոչվում է Bring Your Case կամ Bring Best Case, Become First Face։ Բեր ներկայացրու լավագույն կլինիկական դեպքը, դարձիր առաջին դեմք խորագրով ունենք այսպիսի մի ուղղություն Expo-ի շրջանակներում բոլոր բժիշկների համար, բայց այդտեղ նաև ցավի բժշկության համար էլ կլինիկական հետաքրքիր դեպքեր կարող են բերել։ Մենք մրցանակներ ենք ունենալու գիտական, հիմա չեմ ասի, դրանք անակնկալներ են։ Մենք առողջապահության ազգային ինստիտուտի տնօրինության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ առողջապահության եւ բժշկականության հայկական հանդեսը, որը շատ հեղինակավոր հանդես է հայկական եւ ԲՕԿ-ի կողմից բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի բարբերականների շարքում է, մի ամբողջ համար սպეციფიկ հատուկ համար նվիրելու ենք մեր կոնգրեսին։ Եվ դրա շրջանակներում կոչ եմ անում բոլոր գործընկերներին տպագրել, ուղարկել հոդվածներ ցավի բժշկության վերաբերյալ։ Նաև համագումարի ավարտին ունենալու ենք abstract collection book, այսինքն ժողովածուն abstract-ների, ունենալու ենք պոստերային զեկույցների եւ բանավոր զեկույցների հնարավորություն, ամբողջ մեծ սրահ հատկացվելու է նախ կախված նրանից թե քանի պոստեր կունենանք եւ քանի abstract կունենանք։ Ունենալու ենք նաև մրցանակակիրներ, աշխատելու է ժյուրի, անաչառ ժյուրի, որ ընտրելու է լավագույն կլինիկական դեպքը, լավագույն abstract-ը, այն ինչ որ տեղի է ունենում որպես կանոն համաշխարհային արենայում։ Միջազգային համագումարների շրջանակներում մենք այդ մշակույթը փորձում ենք բերել մեր մասով, մեր նեղ մասնագիտության, մեր ուղղվածության մասով, փորձելով նաև որոշակի նոր սանդղակներ եւ նոր նշաձողեր սահմանել համագումարների կազմակերպման մեջ, մարդկանց համախմբելու, գործընկերային հարաբերությունների, թվային լուծումների, ես չգիտեմ այնքան շատ է տեղեկատվություն։ Մի խոսքով կարելի է ասել խելահեղ Երևանում խելահեղ ցավի օրեր եւ ուժեղ ցավի օրեր։ Այո, ուժեղ ցավոտ օրեր են լինելու, այո։ Եվ կուզեի ձեր ակնկալիքների մասին խոսեիք, ինչ եք ակնկալում այս ամենից հետո։ Ուզում եք անկեղծ լինեմ։ Այո, իհարկե։ Շատ բան չեմ ակնկալում,
բայց հույս ունեմ, որ նման մեծամասշտաբ ջանքեր ներդնելու արդյունքում մեր առողջապահական բժշկագիտական հանրույթը մի փոքր կշարժվի տեղից դեպի ցավի բժշկություն, որովհետև այս ամենը ինչ որ մեկի ամբիցիայի մասին չէ։ Այո, ես ունեմ իմ ամբիցիաները լավ իմաստով, երազանքները։ Նաև ուրախանում եմ, որ շատ հարցերում ես առաջամարտիկ եմ եւ այդ հարցերում անձիս այսպես էգոյիս պահանջները բավարարում եմ, բայց սրա մասին չի այս ֆիլմը։ Այս պատմությունը ընդհանրապես ոլորտի այս կարևորագույն նոզոլոգիայի զարգացումն է Հայաստանի Հանրապետությունում, որ ակնկալում եմ, որ սա այս սերմը, որ մենք հիմա ներդնում ենք, հիմա ոչինչ չեմ ակնկալում։ 15-20 տարի հետո, որ մենք ունենանք մրցունակ ցավի կառավարման կլինիկաներ, առանձին կլինիկաներ, որոնք որ ամբողջությամբ նվիրված կլինեն։ Մենք երազանք ունենք ցավի ասոցիացիայով, որ ունենանք գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ եռանկյունի կգործի եւ կլինիկական բժշկությունը, եւ կրթական հատվածը, եւ իհարկե գիտական հատվածը, եւ կլինիկական եւ հիմնարար։ Բայց մինչեւ այդ խելահեղ երազանքին գնալը պետք է հանրույթը մի քիչ հասկանա, որ այս պատմությունը նաեւ իր մասին է։ Յուրաքանչյուր բժիշկ պետք է հիշի մեր գործընկերները, որ ընտանիքի անդամները երբ որ ցավ են ունենում, դիմում են նյարդաբանի կամ դիմում են մեկ ուրիշ կոմպետենտ բժշկի, ենթադրենք ռևմատոլոգի կախված կամ օրթոպեդի, չէ, բայց դիմում են, չէ, բժիշկներին։ Հիմա պարտադիր չի, չէ, խնդիրը մեզ հասնի։ Մենք պետք է զարգացած համակարգ ունենանք, որ ամենահեռու գյուղական ամբուլատորիան, մարզային, այնտեղ նստած բժիշկը նրա գիտելիքները այս թվային առողջապահության դարաշրջանում ոչնչով չզիջեն, գոնե թե տեսական գիտելիքները, որ նա անպայման չուղղորդի։ Իսկ մեր ամբողջ ջանքերը եւ կրթական բաղադրիչը 10 գիրք տպագրել այդ աշխատանքից ավար դուք պատկերացնում եք, չէ՞։ Մարդիկ իրենց ամբողջ ջանքի ընթացքում 10 գիրք կամ 1 գիրք չեն անում, չեն գրում ընդհանրապես։ Մենք դժվար ենք կիսվում, մենք սիրում ենք դեպի մեզ, մենք սողոսի նման քիչ ենք անում։ Դրա համար ակնկալում եմ այնուամենայնիվ, որ ամբիցիաները բոլորը մի կողմ թողնեն, այս կամ այն համայնքին պատկանելիությունը, այս կառույցին, քաղաքական, ոչ քաղաքական, միջանձնային, սա դրա մասին չէ։ Սա վեր քաղաքական, ապա քաղաքական, գիտական հանրույթի մի մեծ երազանքի մասին է, որտեղ բոլորս մեզ կարող ենք տեսնել։ Ավելին ասեմ, մենք համախմբվելով կարող ենք աշխարհին ցույց տալ, որ մենք էլ կարող ենք տպագրել ծանրակշիռ հոդվածներ, որ միջին վիճակագրական քաղաքացին, հայաստանցին, հայ մարդը, նա կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ եւ գյուղի ամբուլատորիայում, եւ մարզ կենտրոնի բժշկական կենտրոնում, եւ առողջության կենտրոնում կամ պոլիկլինիկայում, եւ ել չեմ ասում նեղ մասնագիտացած բժշկական կենտրոնում։ Մեծ երազանքը, մեծ ակնկալիքն այն է, որ մի օր մենք աշխարհի առջև դռները բացենք եւ մենք գլոբալ բժշկական քաղաք ու երկիր դառնանք ամբողջ աշխարհում ապրող 8 միլիարդ կենտրոններից մեկը բժշկացիան, ինչու ոչ լինենք այդ կենտրոններից մեկը, որտեղից մյուս զարգացող երկրները, որոնք որ արդեն մեզանից մի քանի քայլ հետ կլինեն, արդեն կգան եւ կսովորեն հենց մեզ մոտ։ Գիտեք, ես չեմ սիրում պաթոս։ Մենք տեսնում ենք, որ ընդհանրապես լուրեր աշխատում եմ չնայել, բայց այսպես տարբեր քաղաքական ուժեր իրենց օգտին ամեն մեկը քամին զգում ես էլի որտեղից է փչում, ինչ է անում։ Առողջապահությունը դրա մասին չի կարող լինել։ Առողջապահությունը պետք է լինի ապաքաղաքական։ Շատ հաճախ եմ մաշկիս վրա զգացել, որ հա, եթե Ավետիսյան ավետիսն է անում, ուրեմն մենք չենք մասնակցում։ Խոստովանում եմ, եթերից ասում եմ, կա նման բան, նողկալի է։ Որովհետև սա մենք մեր անձերի համար չենք անում։ Որովհետև երբ որ ինչ-որ մեկը ձգտում է ինչ-որ մի բան անել, թեկուզ եւ սխալներով, թերություններով պետք է կանգնել այդ մարդու կողքին, եթե դու ներքուստ լավն ես։ Ինչումն է խնդիրը։ Արեք ընկերներ, դուք էլ արեք։ Ես երջանկանում եմ, երբ որ նոր բժշկական կենտրոններ են բացվում, երբ որ նոր բժշկական համայնքներ են ստեղծվում։ Փորձում եմ յուրաքանչյուրին օգտակար լինել։ Մեր ու ձեր հաղորդաշարը դրա մասին է։ Մենք քանի մարդու ենք այստեղ առաջին քայլեր արող, հրավիրում եւ փորձում բարձրացնել, հրաչակել։ Դրա համար ինչ եմ ակնկալումը շատ բարդ է։ Այդ ակնկալիքը անձնական չէ, այդ ակնկալիքը որպես կազմակերպության ղեկավար եւ պատասխանատվություն վերցրած քաղաքացի է։ Անկախ նորից եմ ասում, իր բոլոր տեսակի հետաքրքրություններից եւ թերություններից։ Մենք հիմա միջազգային բարձր մակարդակի համագումար ենք անում։ 35 եւ ավելի երկրի ներկայացուցիչություն, 62 պլյուս միջազգային ճանաչված սպիկերներ, դրանք այն մարդիկ են, որոնք որ իրենց նաև տարածաշրջանում մեծ հեղինակություն ունեն։ Դրանք հնարավորությունների դուռ են մեր ռեզիդենտների համար, մեր երիտասարդ բժիշկների համար, ինչու՞ չէ մեր շատ կայացած բժիշկների համար, եւս մեկ հավելյալ այց անելու եւ այդպես սա ցանց է։
Մարդը մարդով է մարդ, Բժիշկ Ամիրյան։ Այդ դա եմ ակնկալում։ Ակնկալում եմ, որ ամբիցիաները մի կողմ դնենք եւ գումարները չհաշվենք, որովհետեւ կներեք, բայց պետք է ասեմ, $100 համարժեք դրամը գուցե ինչ որ առումով քիչ միջազգային կոնգրեսի գրանցման համար դա ծիծաղելի գումար է։ Այդ ամբողջ ծանրությունը եւ պատասխանատվությունը այսքանից հետո չպետք է մնա մեր վրա։ Առանց մտածելու շատ բժիշկներ ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ միանան, մեզ գոնե դրանով աջակցեն։ Հրավիրում ենք ինչ որ բան սովորելու, որովհետեւ այդ մարդկանց լսելու համար նրանք հազարավոր կիլոմետրեր պետք է կտրեն, գնան տեսնեն։ Վճարեն բավականին մեծ գումար։ Եվ կարևոր բաղադրիչներից մեկը եւս ուզում եմ նշել, որ այս կոնգրեսը գանք թվային լուծումներին, ժամանակակից առողջապահությանը եւ մոդեռն աշխարհին։ Մենք հիբրիդ կոնգրես ենք։ Դա նշանակում է, որ ամբողջ կոնգրեսը, ամբողջ համագումարը հեռարձակվելու է նաեւ on-line։ Այսինքն սա ռիսկ է, որ հայ բժիշկները չգան տանից միանան։ Ոչ, թող տանից միանան, խնդիր չկա։ Բայց սա լայն հնարավորություն է, որ աշխարհի ցանկացած կետից մեզ միանան։ Մեր սպիկերների մեջ մարդ կա, որ նեպալից է։ Պատկերացնում եք։ Հաշվի առնելով Նեպալի վերջին դեպքերը, ինձ թվում է խնդիրներ չի առաջանա։ Եթե նույնիսկ չի առաջանա։ Մեզ այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորներ են հիմա միացել, որոնց դասախոսությունը մաստեր կլասը շատ թանկ արժե ցանկացած մեկի համար, ով կուզի դա լսել։ Հիմա այդ մարդիկ գալիս են անվճար, գալիս են Հայաստանին աջակցելու համար։ Այդ մարդիկ հասկանում են, որ այստեղի ջանքերը անկեղծ են, ազնիվ են, դրանք ուղղակի ամբիցիաներ չեն, որովհետև դրանք կանոնավոր են։ Եթե անընդհատ ազդակ է գնում Հայաստանից, մենք ակտիվ ենք, մենք ոչինչով չենք զիջում, մենք ուզում ենք այն լացող համառ երեխայի նման մենք Հատարց իրենց կողմից էլ արդեն իհարկե տեսնելով այդ ամեն իրենք էլ ասում են, այո, այդ ներդրումը պետք է անել, կիսվել, այո, ինչու՞ չէ, մարդիկ ուզում են առաջ գնալ։ Այո, եւ նրանք շատ ավելի པարզ են, իդեպ, քան շատ մեր այլ պրոֆեսորներ։ Նրանց հետ կարելի է հանգիստ խոսել անունով, մեյլով, հեռախոսով, ցանկացած ժամի, ցանկացած պահի եւ կարծում եմ նրանց տպագիր աշխատանքների քանակը ոչ մի բանով մերոնց չի զիջում, եթե մի քանի տասնյակով ավել չէ։ Ինչու եմ այսպես խոսում, ես միշտ դրական նոտայով եմ սիրում ամեն ինչ սկսել եւ ավարտել, նաեւ չեմ ուզում, որ մենք մեզ խաբենք։ Եթերը հնարավորություն է ճշմարտախոս լինելու եւ արկա խնդիրները առողջապահության ոլորտում կան խնդիրներ եւ խնդիրները գլոբալ մարտահրավերների մասին չեն, համայնքի ներսում փտած երևույթների մասին է խոսքը, բևեռացումներ, որոնց դեմ ես միշտ պայքարել եմ եւ պայքարելու եմ։ Նույնիսկ մի քանի անգամ ստիպված եմ եղել վերանայել աշխատավայրից նմանատիպ երևույթներից զերծ մնալու համար, Բժիշկ Ամիրյան։ Աշխարհում չկա այդպիսի բաներ։ Կա, բայց միջազգային հարաբերություններում այսպես դրանք չի աշխատում։ Մենք պետք է Հայաստանը բարձենալով ներկայացնենք։ Մեր ներքին խնդիրները չպիտի դառնան նրանց քննարկման առարկան։ Այդ կարծիքին եմ։ Շնորհակալություն Բժիշկ Ավետիսյան, շնորհակալություն մեզ երկրորդ անգամ չմերժելու համար, այս լայն ինֆորմացիայի, շնորհակալություն այդ գայք կանանալիք էքսպոյի շրջանակներում այդ կոնֆերանսների իրականացման համար, ձեր ներդրումը, ձեր թիմի ներդրումը, այո, որովհետև ես գալու եմ, հիմա ավարտվեց միանգամից, գրանցվել եմ ու գալու եմ միանշանակ այս թեմայի շուրջ։ Բայց շատ ծախսելու տեղ ունեք, ափսոս չի այդ գումարը, որ տակ կրթության։ Չէ, իհարկե ոչ, կրթության համար երբեք ափսոս չէ, ես շատ լավ հիշում եմ, երբ որ ես սա էլ մեջ բերեմ, ընդունվում էի Երևանի պետական բժշկական համալսարան, այդ որոշմանս մասին ծնողներիս ասացի եւ առաջինը շեշտեցի, ասացի վարձի մասին գիտեք, չէ, ինչքան թանկ արժե, հայրս ասաց տղա ջան, դու գործ չունես, կրթության համար երբեք ափսոսանք չկա, դու գնա եւ ընդունվիր։ Այնպես որ սիրելի հերոստատողներ, սիրելի գոլեգաներ, նոյեմբերի եւս մեկ անգամ նշենք, նոյեմբերի 27, 28, 29, 30-ին Healthcare Expo Armenian Healthcare Expo-ի շրջանակներում տեղի ունենալու Երևանում ցավի օրերը նվիրված միջազգային կոնֆերանս է եւ իհարկե Ցավաբժշկության ազգային ասոցիացիայի շրջանակներում համագումարը եւ իհարկե լինելու է ինչպես հասկացաք բավականին հետաքրքիր գիտակցենք հասկանանք որ մեզ բժիշկներիս այո արդի խնդիր է եւ պետք է տիրապետել այո Ցավաբժշկությանը որովհետեւ բժշկությունը զարգանում է վարքյան առ վարքյան րոպե առ րոպե եւ կարելի ասել տեղյակ չլինելով այդ ամեն ինչի շուրջ մենք ինքներս հետ ենք մնում բժշկության նոր զարգացումներից։ Շնորհակալություն Բժիշկ Ավետիսյան եւս մեկ անգամ մենք մեր սիրելի ստայտողներին ասում ենք եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք։